Մայիս երկրորդ կամ երրորդ շաբաթն է 1915-ին եւ մեծ հայրս որ այնտեղ կփնագեր 12 տարեկանին գսկսի տեսնալ որ մարաշեն ընտանիքներ ուքան 100 ընտանիք 200 ընտանիք 1000 ընտանիք եւ ինչպես որ իր հայրը գոշկագար էր գոշկագարները գմիավորվին եւ գսկսին գաշի դոբրագներ սարքել ճուրի եւ փաշնել այս մարաշցի ընտանիքներուն ինչու այս պատմությունը ասենք կարևոր է այս պահին որով մեծ հայրս 12 տարեկանին գտիդեր ցեղասպանության շարժման ուղագի անաբադ քշվող մարաշցի ընտանիքներուն եւ կհասկնար զայն իբր թեփք մի թեփք դժբախտաբար ցեղասպանությունը թեփք չէ կորցընթաց է եւ ինքը այն թեփցի հայ ըլլալով չեր հասկնար Եվ ինձի կսեր այն ժամանակ, որ չենք երևակայեր, որ մենք հաջորդը կլինենք։ Չեր հավատար։ Ինչու չեր հավատար։ Որով մարդ, երբ որ փորձառություն կունենա, այդ փորձառությունը նկատի կառնե իբր թեփ եւ ոչ գործընթաց։ Դժբախտաբար ցեղասպանության ծրագիրը գործընթաց է եւ թեփք չէ երբ որ պատմաբանները վերաթարնան այս ասենք 100 տարվա պատմությունը զանազան հոդվածներով վրա պիտի ասիկա քիրքի մեջ 2-3 էջնոց պատմություն պիտի լա եւ ինչ պիտի տեսնանք Այդ կորցընթացքի շարանը պիտի տեսնանք, շարքը պիտի տեսնանք, Համիդյան չարթերը, 1915-ի, Սումգայիթի չարթերը, Քիրովաբադ, Սումգայիթ, Բաքու եւ անշուշտ Արցախ, բայց պատմությունը հոն չի վերջանար, ադի է կարևորը, եւ զոհը, այդ անձը, որ զոհն է, այդ ծրագրի լայնությունը չի հասկնար այդ վարդյանի մեջ ինքը չի հասկնար թե ինչքան հսկայական ծրագիր է մենք այդ ծրագիրի մեջն ենք մենք Արցախի հարցը չենք հասկնար իբր 2023-ի կատարված թեփք Ծրագրի վերջին հադորն է եւ այդ պատմությունը ծրագիրը գշարնակվի նույնիսկ սահմանադրության հարցով 3 Սուրբ Հակոբ եկեղեցին որքան տվեցավ Արցախի մեջ այդ նույնիսկ այդ պատմության թեր մաս կգազմե Թրիպի հարցը անգամ այդ ցեղասպանության մի մաս կգազմե Թրիպը պիտի լինի Սյունիքին Բերձորի միջանցքը մենք արդեն մոռացել ենք թե Արցախ Ադրբեջանի Առաջին քայլերը ինչ էին Լաչինյան Բերձորի միջանցքի վերաբերյալ հոսանքը գդրել Հայաստան Արցախի հոսանքը գդրել Հայաստանեն գազը գդրել Հայաստանեն որ ստիպված լան Արցախի ժողովուրդը Ադրբեջանի գազի եւ հոսանքի Ուրեմն այդ համատեքստում է որ մենք պետք է հասկանանք թե Արցախի վերաթարցի իրավունքը ինչու է կարևոր Եվ
գլխավոր ասենք թասերը, որ միջազգային երկրորդ պատերազմեն վերջ, համաշխարհային պատերազմեն վերջ աշխարհը սորվեցավ, մենք կարծես շատ թուլությամբ մորցեր ենք։ Զիջումներով, ինչպես ամենքից կսկանք, հանցակորձը չի գերհար, հատիկա ամեն գլխավոր հարցն է, չէ, որ սորվեցանք համաշխարհային պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմեն վերջ, ուրեմն այդ պատմությունն ան մեզի կարևոր է, որ այն ժամանակ Neville Chamberlain-ը, անգլիո վարչապետը, վազելով 1939-ին կհասնի Մյունիք, Հիտլերի հետ կհանդիպի եւ գսե, որ ետ կվերադառնա անշուշտ Անգլիա ճամփաներում մեջ թուղթը ասպես վերցնելով, գսե, որ մենք ունենք խաղաղություն մեր այս ժամանակին, չէ, ադիգա գլխավոր հարց մներ, խոսք մներ, որ ասավ, բայց ինչ տեսանք, արգևեջ ոչ թե միայն բادرազմ տեսանք, ցեղասպանություն տեսանք, ուրեմն զիջումներու շարքը մեզի կփերե ոչ թե բادرազմի բան քիծին, կփերե մեզի ցեղասպանության շարունակության եւ դժբախտաբար այդ 35 դարվա տասը մենք դեռ չենք սորված։ Ուրեմն ինչու է կարևոր Արցախի վերադարձի իրավունքը։ Այո, կարևոր է Արցախ ժողովրդի համար անշուշտ հիմնարար իրավունքներն մեկն է։ Բայց հայ ժողովրդին անվտանգության համար գլխավոր խոչընդոտ է այդ ցեղասպանական շարժման ծրագրի հագարակ։ Եթե մենք չգրնանք այդ նարատիվը հրամցնել միջազգային հանրության եւ դիվանագիտական եւ իրավաբանական նիստերուն եւ ֆորումներուն, այդ ցեղասպանության շարքը պիտի շարունակվի։ Մենք ենք, որ պետք է հասկանանք եւ գաբենք 1915-ի Համիդյան չարտերը, Սումգայիթ, Բաքու եւ Արցախի 2023-ի ցեղասպանությունը մի պատմություն է։ Եվ եթե մենք այդ պատմությունը չգրնանք պատմել միջազգային հանրության, մենք պիտի դուժենք վերջի վերջո։ Նույնիսկ ընտրությունները, հունիս 7-ի ընտրությունները, այդ համատեքստում է, որ մենք պետք է հասկանանք։ Եվ հետաքրքրական բան այն է, որ ասի քաղնիկ մը չէ, Էրդողանը, երբ որ Բաքու գերտա, բادرազմեն վերջ, վերջին բادرազմեն վերջ, եւ ինքը military parade-ի ադեն Ալիևին գողքը գայնած գսե, որ Նուրի Փաշային անունը կբարձրացնե, եւ գսե, որ հիմա իր հոգին արդարացավ, հանցակորձը քինե այս ծրագրի հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը ոչ թե միայն Արցախը գրավելն է, Սյունիք գրավելն է։ Շատ բարձ է։ Մենք իբր զոհեր եւ զոհ ենք մենք։ Բարձ ասկը արդեն ասկի հասկացողությունը ադիգա է իմ մորտիս վրա բել չունի մսկալու։ Արցախցի մորտի վրա արդեն սկացի։ Այդ թևքերը Մարաշի այնտեպի թեպքերը այնտեպցիներուն մարաշցիներուն չեղան, մեր ասկին բադայեցան։ Եվ մեր հասկացողությունը, եթե մի քիչ ավելի ընդլայնցնենք եւ այս քաղաքախոսությունը առաջ տանենք եւ հասկանանք, որ մեր ինչի արժեվ գայնած է, նույն պատմությունն է, որով ծրագրված է այդպես։ Եթե այսօր թուր Էրդողանն ես եւ Ալիևն ես եւ գեցեր ես եզերքին այդ վերջին 25 կիլոմետրի Ուրեմն այսով ավարտեմ, որով հույսով եմ, որ հարցումներ կլինեն, որով կարծեմ կարևոր է
բան այս ասենք geopolitical իրականության մեջ հասկանալ, որ մենք ամենքնից կզարմանանք, թե աշխարհը մանավանդ հարավային Կովկասի մեջ ինչքան շուտ կփոխվի։ Մեր այս վերադարձի իրավունքի դիսկուրսը մի դեղ կապահովե այդ բան փոփոխություններու մեջ եւ պետք է, որով աբակային այս վերադարձի իրավունքի գոչը միայն մերը չէ։ Պիտի լսեք յուկրաինցիները, արաբական երկիրները զանազան բան ազգեր, բաղեստինցիներ, Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդ, պիտի լսեք այս 10-20 տարվա ընթացքին վերադարձի իրավունքի մասին բանախոսությունը, քարոզները։ Մենք այդ Արցախի վերադարձի իրավունքը պետք է այդ նարատիվի մեջ պահենք, այդ դիսկուրսի մեջ պահենք, որով աբական բարձ վերադառնալու միայն հարցը չէ, հայկական հայ ժողովրդին անվտանգության բահելու ամենակարևոր սույներեր մեկն է։ Ուրեմն ադով ավարտել, շնորհակալ եմ։